Մայիսի 30-ին Նարադան սպարարվեստի ստուդիան կդառնա 15 տարեկան։ Սա այն դեպքերից է, երբ ընդամենն ասել ծնունդդ շնորհավոր, հավասար է ոչինչ չասելուն։ 15 երկարուցիկ տարի է անցել այն օրից, երբ ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Նարինե Մովսիսյանը առաջին անգամ հանձն է առել ուսուցչի այս մեծ եւ պատասխանատու գործը։ Սկզբից դողդոջուն քայլերով ընթացքում հաստատուն, այսօր արդեն ինքնավստահ Նարինե Մովսիսյանը հայտարարում է իր համերգների եւ որ ամենակարևորն է հաջողությունների մասին։ Ամեն տարի մայիսի ամսվա վերջին հաշվետու համերգներ ենք ունենում, բայց քանի որ խումբը նշում էր 15-ամյակը, մենք պատրաստել ենք գեղեցիկ համերգային ծրագիր մեր հանդիսատեսի համար, սիրո բոլորին հրավիրում եմ մայիսի 30-ին ժամը 19:00-ին։ Համերգային ծրագրում կլինի հետաքրքիր պարային ներկայացումներ, գեղեցիկ բեմադրություններ, երաժշտական կատարումներ, երգեր։ Մի խոսքով ուզում ենք մեր օրը դարձնել տոնական։ Ստուդիան ստեղծվել է 2000 թվականին, նախ 10, ապա 20, այսօր արդեն 100-ից ավելի սան ունի։ Առաջին անգամ, որ ես ինքս ոտք եմ դրել մշակույթի կենտրոն, եղել է 2000 թվականին, որ իմ խումբը ստեղծվեց։ Ճիշտ է, սկզբից այդքան երեխաներ չունեմ, ինչ որ ունեմ այսօր, արդեն 100-ի մոտ աշակերտներ ունեմ։ Այդ տարիների ընթացքում ունեցել եմ շրջանավարտներ, որոնք սովորում են մանկավարժական համալսարանում, ինքս ես այնտեղ դեռ ուսուցանում եմ, որովհետև ուզում եմ իմ երեխաների համար լինել գրագետ, պարուսույց մանկավարժ։ Այս տարիների ընթացքում 15 տարիների ընթացքում աշխատել եմ տարբեր ղեկավարների հետ, միշտ սովորել եմ նրանցից եւ ընդունել եմ նրանց խրատները, խորհուրդները։ Շնորհակալ եմ բոլորին, շատերի շնորհիվ ես ամեն ինչի հասել եմ։ Ներկայումս էլ հիմա այլի աշխատում եմ, փորձում եմ միշտ անել լավը, լինել երեխաներիս համար լավագույնը։ Առհասարակ ուսուցիչ լինելու երազանքը պարուսույցի մոտ ծնվել է մանկուց, իսկ պարի նկատմամբ սերն ու գեղեցիկ պարելու շնորհը ի վերուստ էր տրված։ Մայրս ասում է, որ ծնվելու պահին ես պտտել եմ դաստակս, ասում է Նարինե Մովսիսյանը։ Պարել սովորել է Բորիկ Հարությունյանի խմբում, հենց նրա օրինակով էլ որոշել է պարուսույց դառնալ, նախ ինքնուս, ապա արդեն իր մասնագիտության իսկական վարպետ։ Տարիների փորձն ու վերջին տարիների բուհական կրթությունը թույլ են տալիս հանդես գալ մենահամերգներով, այցելել եւ ելույթ ունենալ այլ բեմերում։ Ստեղծագործական խնդիրներ չի ունենում, պարզապես աջակցության պակաս կա։ Նարադան սպարարվեստի ստուդիան մշտական հովանավոր չունի, եղել են աջակցողներ, եղել են կազմակերպություններ, ներկայումս քաղաքապետն է աջակցել եւ մեր մշակույթի պալատի տնօրենը, որ բեմահարթակը տրամադրվում է, մենք աշխատում ենք անվճար հիմունքներով։ Ես շնորհակալ եմ ավելի շատ իմ ծնողներին, որովհետեւ ավելի շատ ծնողներս են ինձ համար հովանավորներ, ստուդիայի բոլոր ծնողները համախմբված հագուստներ են կարում, պատրաստում են, չգիտեմ, ամեն ինչ անել, որ դառնալ տոնական։ Ես բոլորից շատ գոհ եմ, բոլոր աջակցողներից, բայց ավելի շատ գոհ եմ ես իմ ստուդիայի ծնողներից, որովհետև նրանք միշտ իմ կողքին են, նրանք աջակցում են։ Ճիշտ է, սոցիալապես իսկապես շատ վատ վիճակում են, բայց որ համախմբված են եւ միշտ աջակից են, ես դրա համար միայն շնորհակալ եմ իմ ստուդիայի բոլոր ծնողներին։ Տեխնիկական խնդիրներ նույնպես կան։ Կուզեի ունենալ համապատասխան տեխնիկան, որ ես սովորելով մանկավարժական համալսարանում ստանալով այն կրթությունը, որ Կարեն Գևորգյանից մոտ եմ սովորում, այդ նույն կրթությունից ես իմ երեխաներին տալ ճիշտ գրագետ, բայց քանի որ կա շատ պակաս, չկա զուգափայտ, չկա համապատասխան պայմաններ, ճիշտ է տալիս ես, բայց ոչ լիարժեք։ Դրա համար ես միշտ ասում եմ, միշտ էլ ունեմ սովորելու։ Չեմ հաշվում, որ սա իմ 15-ամյակն է եւ ես ասել եմ իմ գործս ավարտել եմ, ոչ, դեռ ասելիք ունեմ եւ դեռ անելիք ունեմ։ Բացի պարից Նարինե Մովսիսյանը երեխաներին սովորեցնում է ճիշտ քայլել, ուղիղ եւ սլացիկ կեցվածք պահպանել, մարմնի գեղեցիկ կազմվածք ունենալ։ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միության Կապանի Ռոստոմ խումբը նախաձեռնել եւ արդեն մի քանի օր է սկսել է Բաղաբուրջի հուշահամալիրում գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրմաքարերի մաքրման աշխատանքները։ Ռոստոմ խմբի ղեկավար Նիկոլայ Փարսադանյանի խոսքով աշխատանքներն իրականացնում են փուլերով։ Նախատեսել ենք վաղը ավարտենք։ Աշխատանքները կատարվում են մի քանի փուլով։ Հիմնականում առաջի փուլը ձեռքով են մաքրում տղաները, տառերն են մաքրում, նոր համապատասխան գործիքով, գլխով մաքրում։ Տղաները սիրով ու նվիրվածությամբ են կատարում գործը։ Միայն թե զարմացած են, ինչու ոչ ոք չցանկացա միանալ իրենց, այն դեպքում, երբ խումբը սոցցանցերում նախապես հայտարարություն էր տարածել։ Կամավորներ քիչ են, ընդհանուր մենք երիտասարդներով մոտ 20 անձնակազմով
Միայն շիրմաքարերի մաքրմամբ չէ, որ տղաները զբաղվում են։ Նրանք մտադիր են գալիք տարի հանդես գալ մեկ այլ նախաձեռնությամբ՝ տարածքը սալիկապատել նորովի։ Իսկ այս տարվա համար դեռ անելիքներ կան։ Տեղանքը պետք է մաքրվի եւ բարեկարգվի, ազատվի ավելորդ խոտերից ու մացառներից։ Շուրջ 20 օր է ինչ մեկնարկել են Կապանի քաղաքապետարանի դիմացի մայթեզրի վերականգնողական աշխատանքները։ Սա նախատեսված էր քաղաքի զարգացման քառամյա ծրագրով, ասաց քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը։ Քառամյա ծրագրում մենք ունենք աշխատանքներ, որոնք պետք է իրականացվի կենտրոնական հատվածի քաղաքի մայթերի վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացնենք։ Հիմա մենք արդեն 3 տարի է ինչ բնապահպանական ծրագրով ամեն տարի փորձում ենք հատված իրականացնել այդ աշխատանքները։ Այս տարի արդեն մենք ունենք շուրջ 15 միլիոն 400 հազար գումարի, որոնք պետք է արդեն իրականացնենք եւ առաջին փուլը, ինչպես տեսնում եք, արդեն սկսվել է։ Որոշակի ուրեմն գումարի որոշ հատված, փոքր հատված արդեն բյուջեից տրամադրել է մեզ նախագծերի սկզբնական աշխատանքների իրականացման համար եւ ծրագիրը ինձ թվում է, որ ուրեմն մինչև սեպտեմբեր ֆինանսավորումը կավարտվի եւ մենք աշխատանքները կավարտենք։ Ընդամենը մոտ 170 մետր մենք պետք է իրականացնենք այդ աշխատանքները։ Ծրագիրն արժե 150 միլիոն դրամ, արդեն իսկ կատարված աշխատանքներն արժեցել են 44 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է նախորդ 2 տարիներին նորոգված նույն փողոցի երկայնքով ձգվող մայթեզրին։ Ծրագիրը շարունակական է։ Օրինակ այս տարի բյուջեի նախագծում նորից մենք ծրագիր եք ներկայացրել 16 թվականի համար, բայց այս տարի 2016 թվականին իրականացնելու ենք Արամ Մանուկյանի արձանից, այսինքն մայթի հակառակ կողմն ենք անելու, մինչև քաղաքապետարանի հարակից հատվածը։ Ներքևից սկսելու ենք ու բերենք քաղաքապետարանի հարակից հատվածը վերջացնենք։ Բայց ընդհանուր առմամբ ինքը ծրագիրը եթե խոսքը վերաբերում է Արամ Մանուկյան փողոցի մինչև Հունան մեծ կամուրջը 150 միլիոն է ընդհանուր։ Այսօրվա դրությամբ իրականացրել եք 48-49 միլիոն, այսինքն մոտ 100 միլիոն ունենք իրականացնելու։ Դիմել ենք ուրեմն ԶՊՄԿ-ին, Զանգեզուրի Պոզնամբոն կոմբինատին, այստեղ փոքր հատված կա նկատել եք, այդ փոքր հատվածի համար ուրեմն որպեսզի մենք վերջնական տեսքի բերենք, խնդրել ենք, որ մի քիչ ֆինանսավորեն, խոստացել են եւ նորից կձգտենք դիմել նաեւ որոշ տեղական միջազգային կազմակերպություններին, որպեսզի մենք պետական բյուջեի վրա շատ հույս չդնենք, որտեղ ամեն տարի ցենց մի քիչ երկարում է աշխատանքները, բայց եթե ուրեմն դոնոր կազմակերպությունների հետ մենք ուրեմն տանենք համապատասխան աշխատանքներ, մի քիչ արագ ստացվի եւ արագ կավարտենք։ Մենակ այստեղ չի, եթե ասեմ, շարունակական է, որովհետև դուք նկատել եք նաև Շամյան փողոցի մայթերը նույնպես անխիթար վիճակում են։ Տեսեք, տասնյակ տարիներ, դեռևս քաղաքորոթի ժամանակներից մայթերին ձեռք չեն տվել։ Դրա համար մենք փորձում ենք բյուջեի սուղ պայմաններում, օրինակ անցած տարի համայնքի ղեկավարի ուրեմն հանրարարությամբ օգնել ենք պետական բյուջեի հետ համամասնաբար մենք փորձեցինք մեր ներդրումներ ունենալ։ Երբ որ հնարավորություն ունենք համայնքային ներդրում ունենալու, անում ենք, որպեսզի մի քիչ ավելի երկար աշխատանքներ իրականացնենք։ Աշխատանքների մեջ ամենակարևորը ոչ թե միայն մայթերի ուրեմն բարեկարգումն, այլ նոր տարատեսակ ենք ուրեմն աճեցնելու, որը իբսի բարդություններ չպետք է ունենան, այսինքն վերստոր գետնի հատվածում արմատները չեն բարձրանա, լինեն ավելի փոքրացավալ ծառեր, մի քիչ սաղարթ ունեցող, այսինքն ընտրված, ճիշտ ընտրված մայթերին հատուկ տարատեսակներ։ Այդ դրանով ենք հիմա փոխում, համագործակցում ենք ուրեմն բնապահպանների հետ, համագործակցում ենք Խոստու ՓԿ-ի հետ, որ ինչ տարատեսակներ ընտրենք, ինչ անենք, բոլորը որոշված, արված, հիմա գործը ընթացքի մեջ է գտնվում։ Նորոգված հատվածն իհարկե գեղեցիկ է ու լուսավոր։ Մայթը ունի նաև կանաչապատման հաց։ Ծառատնկի բներ ունենք, առանձին։ Այդ մեկ սալիկները փոխում ենք, եզրաքարերը փոխում ենք լուսավորությունը նոր լուսատուներով, նոր ուրեմն հենասյուներով, բոլորը նոր։ Փոխում ենք նաև մալուխները։ Այսինքն ինչ որ կապված է տվյալ մայթի հետ, փոխում են նորով, նոր ուրեմն հին բան չենք դնում։ Եվ վերականգնում կանաչապատում բարեկարգում։ Լուսավորության փոփոխություն։
Կապանում անբարեկարգ մայթեր շատ կան, ավելին, քաղաքի մայթերի 90%-ը վերանորոգման կարիք ունի, բայց եթե հաշվի առնենք, որ ֆինանսավորման հիմնական աղբյուր չկա եւ 3 տարվա ընթացքում որքան հատված է նորոգվել, ուստի պետք է ասենք, որ քաղաքի մայթերը բարեկարգելու համար մեծ կարողություն ու տասնյակ տարիներ են պետք, իսկ այդ ընթացքում նորոգվածներն էլ կհասցնեն քանդվել։ Երկուսը միասին մոտարապես մենք հաշվարկներ ենք արել, մոտարապես 350-400 միլիոն է այս երկու փողոցները, Եշամյանը եւ ուրեմն Արա Մանուկյանը։ Հետո պետք է անցնենք դեպի Գարեգի Մելիք Ստեփանյան հատվածը, որտեղ որ տեսնում եք մայթերի վիճակը ինչպեսին է։ Հակառակ կողմը, այս կողմը, ասենք մեր քաղաքապետարանի դեպի ասենք խանութը, հանրախանութը կա, հատվածներ կա։ Կենտրոնական հատվածները պետք է մենք տեսքի բերենք։ Քառամյա ծրագրով այս տարվա համար նախատեսված թերևս քաղաքաշինական միակ խոշոր ծրագիրն է մայթերի բարեկարգումը։ Ավետիք Համբարձումյանն ասաց, որ այլ ծրագրեր էլ կան, որոնց համար դարձյալ գումար է անհրաժեշտ։ Ունենք նաև բակերի ասֆալտապատման աշխատանքներ, ունենք փողոցների վերանորոգման աշխատանքներ, համենքը ձգտում է եւ միջնորդություններով եւ գումար հայթայթելով տեսնենք ինչքան կարող է կանել։ Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության օրը։ 100-ամյակներ շարունակ պետականությունը կորցրած հայ ժողովուրդը 1918 թվականի մայիսի 28-ին իր զավակների արյան գնով կրկին ձեռք բերեց պետականություն։ Թեև Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, այդուհանդերձ այն շատ կարևոր նշանակություն ունեցավ պետականության հաստատման հարցում։ Ուստի պատահական չէ, որ այսօրը հանրապետության բոլոր շրջաններում տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում։ Սովորույթի ուժով կապանցիները տոնական օրը սկսում են Զորամասից։ Այստեղ անցկացվեց հանդիսավոր միտինգ։ Զորամասի հրամանատար Կանեն Սերոբյանը շնորհավորեց հայ զինվորների տոնը։ Զինծառայողներին ողջունեցին նաև հյուրերը։ Ցանկանամ, որ հաղթական մայիսները մեր կյանքում միշտ լինեն։ Եթե թերթում ենք պատմության էջերը, ապա մայիսյան մեր այս կարճ ժամանակահատված այդ մեկ ամիսը լի է տարբեր հաղթանակներով։ Եվ ես ցանկանում եմ, որ բոլորս, կլինի զինվորական, կլինի շինական, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, լինի ազատ, անկախ պետության քաղաքացի, լինի իր երկրի տերը։ Մենք դա ապացուցեցինք մեր արյան գնով։ Ժամանակաշրջան այնպիսին էր, որ մեծ եղեռնից հետո Օսմանցուն թվում էր, թե ինքը կարողանա մեզ բնաջնջել ամբողջությամբ։ Բայց դա նրա մոտ չստացվեց, քանի որ ազգովի մենք կանգնեցինք ոտքի։ Մեր միասնությունը մեզ փրկեց, մեր միասնությունը մեզ անկախություն պարգևեց։ Եվ մենք կարողացանք հաղթահարել այդ ծանր ժամանակները, հաղթահարեցինք սովը։ Մեր ամբողջ աշխարհով մեկ սփռված ազգը վերջապես ունեցավ պետականություն, մեր առաջի պետականությունը, որը կորցրել ենք շուրջ 900 տարի։ Հասկացեք, դա պատահական չէր։ Դա հայի ապրել չապրելու խնդիրն էր, եւ մենք ապացուցեցինք, որ մենք այս երկիր մոլորակի վրա մեր ուրույն տեղ ունենք, մեր ապրելու իրավունքը մենք մեր զենքով ամրագրեցինք։ Մենք բոլորին ապացուցեցինք, որ մենք ենք մեր հողի տերը։ 1918 թվականի գարունը կարող է լինել վերջինը ազգային այն միության համար, որ կոչվում է հայ ժողովուրդ, բայց անկախ պետականության երազանքը դարեր շարունակ բորբոքել էր հայության բազմաթիվ սերունդների միտքն ու ջերմացրել հոգին։ Հայ ժողովուրդը կանգնած էր բազմադարյան դառն ու դժվար ճանապարհի ամենաաղետալի կետում, ինչ պիտի անեին բոլոր բարեկամներից մերժված ու թշնամիների ողորմածությանը թողնված մի ժողովուրդ, որն առնաքամ էր, հյուսված ու անօգնական։ Միայն հրաշքը կարող էր փրկել նրան, եւ նա պատրաստվեց այդ հրաշքին։ Առելի հեղեղի դեմ պետք է կռվեին տաշկական ճակատում ուժասպար եղած մի քանի սակավամարդ հայկական գնդեր։ Ռազմական գործին անտեղյակ աշխարհազորայիններն ու գաղթական սովալուկային բազմությունները, որոնք քաղցից ու համաճարակներից մեռնում էին Արարատյան դաշտի գյուղերում։ Սակայն բարեբախտություն էր, որ այս պայմաններում ինքնազինաթափման ու հոգեմաշ խուճապի այս մթնոլորտում կային մարդիկ, որոնք հավատում էին հրաշքին։ Հասել է պահ, երբ յուրաքանչյուր այ մոռանալով իր անձնականը հանուն մեծ գործի հայրենիքի փրկության եւ իր կնոջ աղջիկների պատվի պաշտպանության պիտի գործի դնի վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար։
կասեցված էր անպարտելի համարվող թշնամու առաջխաղացումը եւ բանակի ու ժողովրդի մեկտեղվող ուժն ամրապնդվում գնում էր առավել վճռական քայլի։ Սարդարապատն էր, որ հայությանը փրկեց վերահաս վերջնական բնաջնջումից եւ դարձավ նրա վերածննդի նախաշեմը։ Մայիսի 28-ին Սարդարապատից ու Բաթումից ստացված բարի լուրերով ոգեշունչ արվեց մի հայտարարություն, որի համեստ ու անաղմուկ բառերն աշխարհին հաղորդում էին հայոց պետականության վերականգնումը կամ նոր պետության ծնունդը։ Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության հրաշակման 97-րդ տարեդարձի առթիվ։ Ցանկանում եմ ձեզ անապ երկինք, խաղաղություն եւ բարի ծառայություն։ Ես բոլորիդ ուզում եմ շնորհավորել մեր այս հաղթանակների կապակցությամբ, մեր այս տոների կապակցությամբ, կցանկանանք երկրապահ կամավորականների անունից, ազատամարտ կոմիտեի անունից, մեր երկրին խաղաղություն, աշխարհին խաղաղություն։ Երբևէ որևէ մի սերունդ, որևէ մի տեղ պատերազմի չհանդիպի։ Որքան էլ մեր թշնամիները փորձեցին մեզ վերացնել, այնուամենայնիվ հասկացան մի բան, որ հայ ժողովրդին վերացնել հնարավոր չէ, որովհետև մենք միշտ էլ պայքարել ենք եւ պայքարելու ենք անարդարության, չարիքի եւ բռնության դեմ։ Եվ շուրջ 97 տարի առաջ Արամ Մանուկյանի շուրթերից իլուր աշխարհի, իլուր հայոց աշխարհի, իլուր Անդրկովկասի հնչեց երկար տարիներ սպասված առաջին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս տոնի առիթով եւ մաղթում եմ, որպիսի միշտ լինի խաղաղություն, առավել եւս, որպիսի մեր պատմության էջերում միշտ գրանցվեն հաղթանակներ։ Առաջին բանակային կորպուսի հրամանատարության կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան մի շարք զինծառայողներ, պարգևատրվեցին եւ կարգապահական տուժերից ազատվեցին մի խումբ զինվորներ։ Հանդիսավոր քայլերթից հետո Զորամասի հրամանատարական եւ զինվորական կազմը միացան Գարեգին Նժդեհի անվան հրապարակում հավաքված կապանցիներին։ Զինվորական նվագախմբի ելույթի ներքո հավաքվածները ծանոթացան տեղում ցուցադրված զինտեխնիկային։ Ոմանք մասնագիտորեն, որոշներն էլ ուղակի հետաքրքրասիրությունից դրդված ուշադիր զննում էին ցուցադրված զինատեսակները։ Միջոցառման մասնակիցներից Գրիգոր Թադևոսյանի կարծիքով ժամանակակից եւ կատարելագործված զինտեխնիկա ունենալուց զատ շատ կարեւոր է քաջ եւ ամուր կամքով զինվոր ունենալը։ Համոզված եմ, այստեղ շատ փոքր մասն է ներկայացված, ինչ որ մեր այսօրվա բանակը ունի, բայց զինատեսակը իհարկե այսօրվա հաղթանակը, այսօրվա պաշտպանությունը երկրի սահմանների պայմանավորված է ոչ միայն եւ ոչ այնքան զինատեսակով, որքան այն ոգով, որ ունի մեր զինվորը։ Հենց դրա շնորհիվ է, որ 92-94 թվականներին մենք հաղթությամբ ավարտեցինք։ Այն ժամանակ ես հիշում եմ մեր այս բաներ տարածվել, որ թուրքերը մեզ վրա ծիծաղում էին, որ դուք էշով եք ձեր զենքը բերում, մենք էշելոնը ոնց պիտի կա։ Բայց տեսեք, որ էշով բերված զենքի շնորհիվ, բայց շնորհիվ այն ոգու որ ունեցին մեր մարտիկները, նրանց դուրս վերցրեցինք այստեղ եւ այստեղ եւ Ղարաբաղում։ Կարծում եմ մեր մարտիկների ոգին այդ 90-ականների հաղթանակներից հետո ոչնչով չի ընկել, ավելին նրանք ցանկացած պահին կարող են համարժեք պատասխան տալ թշնամուն։ Իհարկե դա Աստված այդպիսի անհրաժեշտություն չառաջանա, բայց լինելու դեպքում չեմ կասկածում, որ մեր այս երիտասարդ մարտիկները իրենց երուսական կեցվածքով նոր դաշ կտան ազերիներին եւ անվտանգության նոր գոտիներ կստեղծվի։ Առհասարակ մայիս 20-ության հաղթանակները Գրիգոր Թադևոսյանը առանձնացնում է մնացածներից։ Նա գտնում է, որ այս տոնը հարկ է նշել մեծ շուքով ու տոնախմբությամբ։ Թերևս Բելի նկատմամբ տարած հաղթանակից հետո եւ ոչ մի ճակատամարտ մեզ համար այսքան ճակատագրական նշանակություն չի ունեցել։ Ոչ ավարայրը, ոչ զիրավը, ոչ մնացած ճակատամարտերը, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե անկախության, ինքնուրույն պետականության մասին լինել չլինելու հարցեր դրված, տեսակի ուղակի պահպանման գոյության հարցը եւ Սարդարապատը լուծեց այդ հարցը։ Կարծում եմ, որ այստեղ շատ մի բացի այն, որ մենք պահպանեցինք մեր ինքնությունը, նաեւ շատ մի կարեւոր դաս հանդիսացավ խորհուրդ Սարդարապատի հաղթանակը, դա այն էր, որ մեզ ինքներս մենք պետք է համոզեինք եւ համոզեցինք շնորհիվ
շնորհի մի շարք վառ անհատականությունների եւ զինվորական եւ քաղաքացիական, որ մենք կարող ենք հաղթանակ տոնել առանց ապավինելու երրորդ ուժին։ Ցավոք սերտի այդ մտայնությունը, որ հարյուրամյակներ շարունակ, որովհետեւ հունադավան, պարսկադավան, ռուսադավան վերջին հաշվով ամլացնում է սեփական ասենք կարողությունները, այդ առանց երրորդ ուժի բավական է այդ միասնությունը եւ բավական է վճռականությունը պայքարելու քո երկիրը պահպանելու եւ այդ փոքրիկ ասենք Հայաստանը ուղղակի հիմա դժվար է պատկերացնել 18 թվականի Հայաստանը ինչ վիճակում է։ Տասնյակ հազարավոր փախստականներ Արևմտյան Հայաստանից գաղթյալներ, սով, տիֆ, չգիտեմ, այլ հիվանդություններ, ամենուր մահ ու ավեր եւ ահա այս պայմաններում հնարավոր է իմի բերել եղած ամբողջ ներուժը եւ մեզ համար կրկնակի ուրախալի է, որ այդ դրա առաջնորդ այդ հաղթանակը կերտողներից ամենակարևոր դեմքերից մեկը մեր համերկրացիներ Արամ Մանուկյանը, նաեւ բազմաթիվ զինվորականներ, որոնք կարողացան ապահովել թե Սարդարաբադում, թե Բաշապարանում, եւ թե Ղարաքիլիսայում այս պատմական հաղթանակն այք այստեղ եւ մեր հոգեվոր առաջնորդներն են այդ զինվորական բարձրաշան կոչում ունեցող սպաներ եւ ոչ սովորական ասենք սպաներ, ինչպիսին ասենք նժդեն մնացածներ եւ ուղղակի քաղաքացիական անձինք, որոնք լրիվ իմի բերեցին իրենց ուժերը եւ հնարավոր եղավ այս հաղթանակը տանել։ Առաջին հանրապետության հռչակման գործում անգնահատելի է մեր հայրենակից Արամ Մանուկյանի ներդրումը, ուստի օրվա երկրորդ ամենակարևոր իրադարձություններից է այցը եւ ծաղկեդրումը նրա կիսանդրու մոտ։ Արամ Մանուկյանը իր կազմակերպչական, իր ռազմական, չգիտեմ, այդ տաղանդով փայլատակել է նաև բանի ինքնապաշտպանության ժամանակ եւ արեմծահայության այն ստվար զանգվածը, որը փրկվեց կոտորածից, շնորհիվ այդ ինքնապաշտպան նրա կազմակերպիչ ղեկավարը նույնպես Արամն է եղել։ Վերջին հաշվով պատմության մեջ երբեք առանց նշանավոր, ասենք դերակատար ունեցած անհատների այդ պատմության էջերը չեն գրվում, այդ պատմությունը չի կերտվում։ Այդ ժամանակահատվածի համար Արամն էր, որը ցավոք կարճ կյանք ունեցավ եւ Սարդարաբադից հետո թերևս երևի տարին էլ չլրացած ինքը տիֆից մահացավ եւ առաջին դիկտատորը վարչապետը, այսպես նաեւ ոչ պաշտոնական Արարատյան հանրապետության հնարավոր չի գերագնահատել այդ դերակատարումը, ինչ ունեցել է Արամը այդ ժամանակահատվածում։ Անկախ նրանից նա մեր հայրենակից կլներ Ղարաբաղից այդպիսի տեսակետ կա, նույնպես որ նա Շուշի ծննդով շուշեցի է, անկախ այս ամենից, որովհետև Արամի մեծությունը քննարկման ենթակա չէ։ Կապանի զորամասը շքերթով հանդես եկավ նաև Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, ընթերցվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը։ Իր շնորհավորական խոսքով հանդես եկան Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ այլ լուրեր։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ։ Սիրելի սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առիթով։ 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշապարանում հայ ժողովուրդն ազգովի, հոգեականով եւ զինվորականով, պաշտոնյայով ու շինականով կերտեց իր պահպանական հաղթանակն ու անկախ պետականությունը եւ ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ իր բազմադարյա պատմությանը կարող է մի նոր արժեք տալ սխրանքներով ու անկախ ինքնիշխան պետականության կառուցմամբ։ Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր ապագան եւ ապացուցեց, որ հայն օժտված է մտածելու, արարելու, կառուցելու
եւ պատմական հարատև ընթացքի մեջ իր ուրույն տեղը պահպանելու աստվածատու շնորհով։ Չենք մոռացել, որ առաջին հանրապետություն նաև գաղթականության ու կիսամերձ որբերի, սովի ու համաճարակների, թուրքերի կողմից անդադ հարձակումների երկիր էր եւ իր գոյության ողջ ընթացքում ստիպված էր մաքարել ու հերոսությամբ պաշտպանել իր անկախությունը։ Հայաստանի պետականությունը մեր ժողովուրդը կերտում էր ու պաշտպանում մեծագույն զոհությունների ու կորուստների գնով, արյամբ եւ հավատով։ Շինած անպարտելի աշխարհը մայիսի 28-ից հետո էլ ստիպված է զենքը ձեռքին պայքարել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության կազմում հայեցի ապրելու իրավունքը։ Առաջին հանրապետությունը իր կարճ, սակայն բովանդակալից գոյությամբ մեր ժողովրդի համար հանդիսացավ վերածնդի ու պետականաշինության խորհրդանիշը։ Կրկին շնորհավորում եմ հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղություն եւ ամուր պետականություն։ Շնորհավորում եմ բոլորիդ մայիսի 28-ի հանրապետության տոնի կապակցությամբ։ Այն թանկ եւ ուսրելի յուրաքանչյուր հայի համար, քանզի իր մեջ կրում է մեր դարերի երազանքների իրականացումը, հայոց պետականության վերականգնումը, աշխարհի քաղաքական քարտեզին հայկական ինքնիշխան պետության հայտնվելը։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ թեև այն ձեռք բերեցինք մեր երազած հայրենիքի միայն մեկ արևելյան հատվածում եւ կարճ ընդամենը երկամյա կյանք ունեցավ, բայց դարձավ հիմք մեր ազգային ինքնագիտակցության զարթոնքի, մեր ինքնավստահության, հետագա հանրապետությունների կերտման ու զարգացման համար։ Գլուխ խոնարելով 20-րդ դարասկզբին մեր անկախության ու մեծ հայրենիքից մնացած այս փոքրիկ տարածքում հայկական նոր պետականության ստեղծման, նրա սահմանների ու բնակչության անվտանգության համար պայքարած ու զոհված քաջ հայրենիների առջև միշտ հիշենք ու փառք տանք նրանց։ Շնորհակալ լինենք այսօր ունեցած հայրենիքի համար։ Հպարտ լինենք նաև, որ նորանկախ առաջին հանրապետության բնակչությանը ֆիզիկական բնաջնջումից փրկած մայիսյան հերոսամարտերում Սարդարապատի Ղարաքիլիսայի Բաշապարանի ճակատամարտերում մղած պայքարի հերոսների շարքերից անմասն չմնացին Սյունյաց հողի զավակները, մասնավորապես կապանցիները։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս համար այս թանկ տոնը, մեր ազգային երազանքների վերածնդի տոնը, թող որ հայոց պատմության հետագա էջերում այլևս առիթներ չունենանք խոսելու մեր պետականության վերականգնման մասին, այլ միայն այդ պետականությունը կրողի Հայաստանի Հանրապետության բարգավաճման ու բոլոր բնակավարներում հզորացման մասին։ Բոլորիդ մաղթում եմ ստեղծարար ոգի եւ տքնաջան աշխատելու կամք, այսօր ունեցած մեր խաղաղությունը պահպանելու, բարաշեն երկիր ու ծաղկուն ապագա ունենալու համար։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է երախտագիտությամբ հիշել մայիսյան հերոսամարտի մեր քաջորդիներին։ Նրանք էին, որ կարողացան համախմբել մի այ ժողովուրդ։ Նրանք էին, որ այդ ճակատամարտում կարողացան համախմբել ոչ միայն ժողովրդին, այլև հասարակության եւ քաղաքացիական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 15 թվականից հետո 18 թվականի մայիսը կարող էր վերջինը լինել հայ իրականության մեջ, քանի որ թուրքը չբավարարվելով Արևմտյան Հայաստանում կատարած իր ոչրագործությամբ առաջ էր շարժում Արևելյան Հայաստան եւ սրի մատնում բոլորին, որպեսզի կարողանար վերջնական լուծել հայկական հարցը։ Ինչ էր մնում անել։ Մեծ հրաշք էր սպասվում եւ այդ հրաշքը իրականացավ։ Ժողովուրդը ոտքի կանգնեց, քանի որ դարերով ի վեր երազել էր ունենալ անկախ հանրապետություն, ապագել էր, անկախ ամեն ինչից, սոված էր, տանջված, չկար նորմալ զորաբանակ, սակայն միախմբվեցին եւ կատարեցին իրենց պարտքը։ Ես բանակային կորպուսի հրամանատարի գնդապետ Փարավանյանի անունից նաեւ շնորհավորում եմ եւս Հայաստանի առաջին հանրապետության 97-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշեմ, որ այդ ամենը, ինչպես մեր հոգեվոր սպասավորն ասեց, դա արդյունք էր միայն միասնության, առապանց միասնության, որով եւ ապացուցվեց Արցախյան պատերազմը։ Ուրեմն կոչ եմ անում եւս մեկ անգամ ես, միշտ միասին, միշտ անսասան եւ միշտ ամուր։ Զորամասի հետախույզ զինվորները ցուցադրական ելույթ էին պատրաստել ներկաների համար։
Վերջում Զորամասի հրամանատարությունը հյուրերին հրավիրեց դաշտային խոհանոց զինվորների հետ ճաշակելու տոնական ճաշը։ Իդեպ Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղի ունեցած ծաղկեդրումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության Կապանի Արամ Մանուկյան կոմիտեության պատվիրակությունն այցելեց Բաղաբուրջի հուշահամալիր եւ Գարեգին Նժդեհի անվան համալիր։ Ծաղկեդրումից հետո կարևորելով օրվա խորհուրդը Արամ Մանուկյան կոմիտեի որոշմամբ եւ երթման արարողությամբ 5 նորագիրներ համալրեցին դաշնակցության շարքերը։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Սա այն տոներից է, երբ օրվա հերոսներից շատ ուրախանում են նրանց ծնողները, եւ այդ օրը չնշանավորել ուղղակի անհնար է։ Կապանցի երեխաների համար տոնական միջոցառումների ծրագիր է նախապատրաստել Կապանի քաղաքապետարանը։ Այն կմեկնարկի հունիսի 1-ի առավոտյան եւ կտևի մինչեւ երեկո։ 11-30-ից արդեն երեխաները կզբաղվեն կավճանկարչությամբ, նրանց համար նախապես արդեն պատրաստված կլինեն այդ վանդակները գծված, որտեղ իրենք կզբաղվեն կավճանկարչությամբ, դրան զուգահեռ մանկական ստեղծագործությունների ցուցահանդես կլինի։ Ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվեն մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատանքները, սաների աշխատանքները, ինչպես նաև արվեստի եւ գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Դրան զուգահեռ փուչիկներով նվերների ձևավորում կլինի։ Երեխաները կարող են դիտել, ինչպես են փուչիկներով նվերներ պատրաստում, իրենք նույնպես կարող են մասնակցել այդ հետաքրքիր գործընթացին։ Կլինի նաև ռոբոտատեխնիկայի ցուցադրություն։ Երեխաները, որոնք իրենք պատրաստել են ռոբոտներ, կցուցադրեն, թե ինչպես են այդ ռոբոտները շարժվում։ Հեքիաթների հերոսների մասնակցությամբ երեխաները կզբաղվեն, կխաղան, հեքիաթների հերոսները իրենց հագուստներով, իրենց տեսքով կգան եւ երեխաների հետ խաղեր կկազմակերպվի։ 12:30 զբոսայգու բացօթյա դահլիճում տիկնիկային ներկայացում կլինի։ Տիկնիկային ներկայացումից հետո 14:00-ին նույն բացօթյա դահլիճում կլինի համերգ մասնակցությամբ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների, երաժշտական դպրոցի սաների, հիմնականում կլինի մշակույթ կենտրոնի ստեղծագործական խմբերի ուժերով, կլինի նաև Կապանի Կիրակնորիա դպրոցի ելույթը ղեկավարությամբ քահանատեր Վահան Հեբոյանի եւ Տաթևի վանական համալիրի երգչախմբի Հայր Միքայել Վարդապետի ղեկավարությամբ եւ վերջում 15:00-ին արդեն կլինի ֆլեշ մոբ։ 1949 թվականին կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը որոշում է ընդունել երեխաների պաշտպանության օր անցկացնել։ ՄԱԿ-ը հավանություն տալով այս նախաձեռնությանը երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը հայտարարեց իր գործունեության գերակա ուղղություններից մեկը։ Իսկ առաջին անգամ հունիսի 1-ը որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր նշվել է 1950 թվականին։ Ինչու հենց հունիսի 1-ը հայտնի չէ, բայց եւ այնպես այդ օրը Հայաստանի ողջ տարածքում երեխաների համար տարաբնույթ միջոցառումներ են իրականացվում։ Կարծում եմ երեխաները կկարողանան իրենց օրը հագեցնել միջոցառումներով, ժամանակը անցկացնել հետաքրքիր, ուրախ, նվերներով, ամենակարևորը ինչ երեխաները միշտ սպասում են, իսկ մենք ապահովենք նրանց ուրախ ժամանակը եւ ապահովությունը։ Սահմանափակ թիվ գոյություն չունի, կարող են մասնակցել բոլորը առանց ինչ որ սահմանափակումներ։ Օրը երեխաներինն է եւ բոլոր երեխաներինը։ Տնական միջոցառումներին կարող են մասնակցել բոլոր երեխաները։ Դաշնամուրի ստեղներից հնչող այս մեղեդին դարի խորքից է գալիս։ Կապանցի դաշնակահար Լիանա Ստեփանյան իր համերգը նվիրել էր գթության քույր Վարսենիկ Մելիք Ստեփանյանի հիշատակին։ Բազմաթիվ համերգներ եմ ունեցել, սակայն անհնար է նկարագրել այն հուզմունքը, որը ապրում եմ այժմ, խոստովանում է երաժիշտը, ում մանուկ հասակից է ուղեկցել բարեսիրտ կնոջ կերպարը։ Մենահամերգներ շատ եմ ունեցել, չեմ կարող հիշել թվով որերորդն է սա, բայց այս մեկը իմ համար շատ խորհրդանշական է եւ շատ կարեւոր, քանի որ այն նվիրված է բարեսիրտ, նվիրված, ազնիվ, բազմակողմանիորեն զարգացած մի կնոջ Վարսենիկ Մելիք Ստեփանյանի հիշատակին, որը նաեւ իմ մեծ հորաքույրն է եւ որը իր ապրած կարճ երկրային կյանքով ամբողջ իր էությամբ նվիրվել է հայ ժողովրդին, աշխատել է որպես հայ գթության քույր որփուկների հիվանդանոցում, վարակվել է տիֆով եւ մահացել իր վերջին խնայողությունները թողնելով նրան։ Նա նաեւ շատ հիանալի նկարում էր,
եւ նվագում էր դաշնամուրի վրա, իր սեփական պրոյեկտներով մետաղի վրա դրվագում էր, ձեռագործում էր, այժմ նրա դաշնամուրը պահպանվում է Կապանի երկրագիտական թանգարանում եւ իմ համերգով, իմ կատարումներով ուզում եմ մի փոքր փորձել դարի խորքից մեզ մոտեցնել նրա սխրագործ բարի կնոջ կերպարը։ Երիտասարդ դաշնակահարը արդեն 20 տարի է, ինչ կյանքը կապել է երաժշտության հետ։ Համերգային ծրագրերով բազմաթիվ անգամ իր կատարմամբ կապանցի հանդիսատեսին փոխանցել դաշնամուրային ստեղծագործությունները։ Առաջին համերգս այս դպրոցում էր, Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, իմ դասատուն Սվետլանա Նահապետյանն է եղել։ Այն ժամանակ դեռ շատ էի փոքր, բայց արդեն նպատակադրված աշխատում էի, որպեսզի բարձրագույն բուհում սովորեմ եւ արդեն գիտեի, որ ես պետք է կատարող դառնամ։ Այսօր Լիանա Ստեփանյանը մասնագիտական իր փորձը փոխանցում է նաև կապանցի երեխաներին։ Դասավանդում է Կապանի արվեստի պետական քոլեջում եւ համար 3 երաժշտական դպրոցում։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ուսանել եմ Սվետլանա Դադյանի դասարանում, նա նույնպես մեր Կապանի երաժշտական ուսումնարանի հիմնադիրներից մեկն է հանդիսանում եւ նրա մոտ սովորելու տարիներին ես գտնում եմ, որ իմ ամենակարևոր ձեռքբերումը հենց մանկավարժությունն է եղել, ավելի շատ ես հակված եմ մտածելու, որ մանկավարժությամբ կարող եմ զբաղվել եւ դա նրա տարիների նրա տված խորհուրդն է ինձ եղել, գիտելիքները ավելի շատ մանկավարժության մեջ եմ ստացել եւ հիմա զբաղվում եմ մանկավարժությամբ, դասավանդում եմ երաժշտական ուսումնարանում, այժմ արվեստի քոլեջում, նաև 3-րդ երաժշտական դպրոցում ունեմ եւ աշակերտներ եւ ուսանողներ եւ նրանց մեջ կան նաև լավ երեխաներ եւ ուսանողներ, որոնց հետ նպատակներ ունեմ։ Սա վերջին համերգը չէր։ Կապանցի հանդիսատեսը դեռևս առիթ կունենա վայելելու թե դաշնակահարի եւ թե նրա աշակերտների կատարումները։